Ինչքան ժամանակ դուք փորձեք մեր հավատացյալներին խաբել, մանիպուլացնել, շփոթեցնել, գայթակղության մեջ գցել, այնքան ժամանակ ես հակադարձելու եմ ձեզ։ Այսօր ուզում եմ երկու բառերի մասին խոսել, որոնք որ հատկապես այս վերջին 1 տարվա ընթացքում շատ են շահարկվում մեր որոշ հոգևորականների կամ քարոզիչների կողմից։ Տիրադավ եւ Աստծո օտյալ բառերի մասին եմ ուզում խոսել։ Մեր հավատացյալների հետ ուզում եմ մեր հավատացյալներին բացատրել այս բառերի իրական իմաստը։ Եվ ես վստահ եմ, որ այդ նույն հոգևորականներն ու քարոզիչները, ովքեր որ շահարկում են այս բառերը, իրենք միտումնավոր են անում, որպեսզի մեր հավատացյալներին գցեն գայթակղության մեջ։ Բայց նախքան այդ բառերին անդրադառնալ, ուզում եմ պատմել, թե ինչի համար որոշեցի հենց այսօր խոսել այս բառերի մասին։ Ընդամենը մի 3 ժամ առաջ Երևանից զանգ ստացա ու ինձ պատմեցին, որ որոշ սադրիչներ գնում են քահանաների մոտ, այն քահանաների, որոնք որ միացել են այս բարենորոգմանը եւ ժամադրություն են անում, որպեսզի իրենց երեխաներին մկրտեն։ Հետո 1 օր կամ 2 կամ մի քանի օր հետո հետ են գնում այդ նույն քահանաների մոտ, ասում են, որ գիտեք, մենք չէինք իմացել, որ դուք տիրադավ եք, ու քանի որ դուք տիրադավ եք, մենք չեղյալ ենք համարում այդ ժամադրությունը, մենք թույլ չենք տա, որ դուք մեր երեխաներին մկրտեք։ Բառից բուն իմաստով սադրանք։ Լսեք, տիրադավը Հուդան էր, ով դավաճանեց մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Հետևաբար բոլոր այն հոգևորականները, քահանաներ, վարդապետներ, եպիսկոպոսներ, ովքեր որ դեմ են, համաձայն չեն կաթողիկոսին, այս բարենորոգմանը կողմ են, նրանք չեն կարող տիրադավներ լինել, որովհետև նրանք զուտ դեմ են իրենցից ավելի բարձր աստիճան ունեցող հոգևորականի, բայց նրանք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին չեն դավաճանել։ Ու քանի դեռ բարձրացված խնդիրներ կան ու դրանց պատասխանները չեն ստացվել, դեռ հայտնի չէ ով ում է դավաճանել կամ ով ում է դեմ իրականում։ Հետևաբար չի կարելի հոգևորականներին կոչել տիրադավ, ովքեր որ դեմ են մեկ այլ ուրիշ հոգևորականի, նրանք Աստծուն չեն դավաճանել։ Ավելին ասեմ ձեզ, ես քահանա գիտեմ, ով մերժեց մկրտել երեխային, որովհետև այդ երեխայի քավորը քպեական էր, իր քաղաքական հայացքների հետ չէր համընկնում նրա քաղաքական հայացքները։ Հիմա տիրադավը ով է, ով պատճառներ ունի դեմ գնալու կաթողիկոսին, թե ով զուտ մերժել է երեխային քրիստոնյա դառնալու։ Հիմա անցնեմ Աստծո օտյալ բառերի։ Լսեք, մենք բոլորս, ովքեր որ մկրտված են, ովքեր որ ունեն դրոշ, ովքեր որ մկրտված են Սուրբ Մյուրոնով, նրանք համարվում են Աստծո օտյալներ։ Այո, հոգևորականները, ասենք քահանաները 2 անգամ են օծվել, կամ վարդապետներ կամ եպիսկոպոսներ ավելի մանրամասն բացատրեն։ Եվ կաթողիկոսը 3 անգամ է օծվել, որովհետև նա կաթողիկոս է, եւ կաթողիկոսական օծումը ավելի շատ պարտականությունների մասին է, քան հենց օծումի։ Հետևաբար մենք բոլորս, ովքեր մեր վրա ունենք Սուրբ Մորոնով օծում, մենք համարվում ենք Աստծո օտյալներ։ Ու պետք չի ամեն անգամ մեր հավատացյալներին խաբել, մանիպուլացնել ու վախեցնել, որ տեսեք Աստծո օտյալի դեմ դուրս եկան։ Նման բան չկա, նորից եմ կրկնում, բոլոր այն հավատացյալները, ովքեր որ մկրտված են եւ Սուրբ Մյուրոնով օծված են, նրանք համարվում են Աստծո օտյալներ։ Բավական է մարդկանց խաբեք, մանիպուլացնեք, շփոթեցնեք, գայթակղության մեջ գցեք։ Բարի օր ձեզ։ Մերթ խոսակցություններ է հասնում ինձ, որ այս կամ այն հոգևորականները, իմիջիալոց, նրանցից ոմանք էլ ինձ բավականին լավ ճանաչում են, խոսում են իմ մասին, իբր նրանք իմ պայքարի իմաստը չեն հասկանում ու իմ կեցվածքի հետ համաձայն չեն։ Պատասխանում եմ ձեզ, տղերք, ի տարբերություն ձեզ, ես միայն մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին եմ ծառայում, տղերք, ու ի տարբերություն ձեզ, ես մի քանի տերեր չունեմ, տղերք։ Այո, ես չդարձա օտյալ հոգևորական, ու դա իմ կամքով էր։ Ու ի տարբերություն ինձ, դուք ձեր կամքով կարգ վերցրեցիք ձեզ վրա, տղերք։ Հետևաբար, տղերք, դուք մեր հավատացյալներին ձեր լեզվով ասած աչոտ տալու բան ունեք, տղերք։ Տղերք, ի տարբերություն ձեզ, ես իմ պայքարի ու իմ ծառայության դիմաց լավ պաշտոններ, փողոտ եկեղեցիներ, կարգ չեմ ուզում, տղերք։ Տղերք, ձեռքները դրեք ձեր խղճին ու պատասխանեք։ Վերջին անգամ երբեք մեր հավատացյալների հետ խոսել Աստծո մասին, տղերք։ Տղերք, մեր հավատացյալներից շատերը Աստված չեն ճանաչում, տղերք։
Տղերք, ձեռքները դրեք ձեր խղճին ու պատասխանեք։ Վերջին անգամ երբ եք աղանդավորի դարձի բերել, տղերք։ Տղերք, հիմա հասկանում եք իմ պայքարի իմաստը, տղերք։ Տղերք, ես իմ պայքարի ու իմ ծառայության դիմաց ոչ մի շահ չունեմ։ Ես փառք Աստծո, ես իմ կյանքից դժգոհ չեմ։ Ու ես իբրև աշխարհիկ էլ վատ չեմ ծառայում մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, տղերք։ Այնց որ հետևություններ դուք արեք, ու ես կարծում եմ ձեր հարցին պատասխանեցի, տղերք։ Իսկ եթե դուք չեք հասկանում իմ կեցվածքը կամ համաձայն չեք իմ կեցվածքի հետ կամ չեք հասկանում իմ պայքարի իմաստը, ուրեմն դուք խնդիր ունեք, տղերք։ Բարի օր ձեզ։